ծեծելու են տիկոին։ Թու արա նորից պարտվեցի։ Դարդու ցավդ մենակ հետա, չոփ կռիվ են անում, գնա բաժանում։ Ո՞վ է կռվում է։ Չէին կռվում, բայց հեսա հաստատ կռիվ են անել։ Երեխեք եկեք բակ իջնենք։ Հանգստացի կռիվը աղջկա տեղ չի։ Դե որ մեր տեղը չի, Չով ջան, դու իջի, մի թող որ կռվեն։ Իսկ քո կարծիքով ինչ եմ անում։ Մագա կարող է իսկականից մենք էլ իջնենք։ Չէ, գիժես ռիփոք, մենք գործ չունենք։ Արա չեմ ջոգում, երեսդ պադոշից, հա, որ այսքանից հետո էլի գալիս ես դպրոց։ Էս սպասի էլի լավ։ Արի հաշտվենք տիկ։ Ձեր ես արի։ Չեմ ձեր առնում, այ ախպեր, բա մի դասարանի տաղ ենք, հոս աղքան կրված չենք մնալու։ Արի բարի շենք։ Միշո ինչ ես անում ախպեր։ Էս սպասի բա։ Թողալա ցավում է։ Արա sense հեշտ կուտակ է։ Թողալա։ Արա լսի քեզ ինչ եմ ասում։ Երբ դեմս հելնես նրանից բեժ մեթար օրն եմ գցելու, արա լսում ես։ Լանջում է չի նստելու, արա։ Միշտ թող լանջում։ Ուր ես գնում։ Վերևից նայեցի տեսա դրան եք ռաստվել, ասացի գամ ես էլ ծեծեմ։ Ուշացել ես պրծավ կռիվը քել։ Բարև ձեզ տիկին Լանջունի։ Վայ, բարի օր Տիգրան ջան, ինչպես ես։ Լավ, շնորհակալ եմ։ Հոմեր դպրոցում քեզ չեն նեղացնում։ Չէ, Տես, եթե ինչ-որ բան լինի, անմիջապես ինձ ես ասում։ անպայման։ Հայրիկին իմ կողմից կբարևես։ Եղավ։ Արդեն պետքա գնամ, իբր 5 րոպեով էի դուրս եկել։ Վայ Արմեն, երանի քեզ որ կարողանում ես գնալ գործի։ Մեր մեջ ասածն են զզվելի այս բարկած վիճակը։ Կուզեի հիմա դասի գնայի, թեկուս միլիոն հատ դաս տային, բայց սենց պարապ չլինեի։ Դե լավ, քիթդ մի կախի։ Փորձանք հա, բոլորի հետ է կարապատայի, բայց բոնուսի պահով ճիշտ է իր կռահել, գիտես։ Չգիտեմ Ամերիկայում նման դեպքերում ինչ ոնց է լինում, բայց Հայաստանում երբ որ ընկնում ես ավտոյի տակ ու ոտքդ կոտրում ես, ստանում ես ուշադիր բոնուս։ Էս ինչ փող է։ Մարի ջան, սա քո բոնուսն է, այս ամսվա ավանսը։ Շեֆը իմացա, որ ընկել ես ոտքդ կոտրել ես, բոնուսը տվեց, ասեց, որ քեզ փոխանցեմ։ Չեմ հավատում։ Քո արև ճիշտ եմ ասում։ Խմած էր։ Հենց էտա չէ։ Շատ լուրջ էր։ Դե հա, տրամադրություն չուներ, բայց։ Մեկը չեմ հավատում, որ այդ մոնստրը ինձ գումար է ուղարկել։ Դե ինքն էլ է մարդ, ինքն էլ սխալվելու իրավունք ունի։ Արմեն ինքը մարդ չի։ Ինքը փողի ապարատ է։ Մենակ փողի մասին է մտածում ու թքած ունի իմ ու քո նմանների վրա։ Ինչ ասեմ, թող շուշուց են սխալներ ալի։ Զարմանում եմ, ոնց կարա Էրիկը իր աղորը այդքան սիրի։ Վայ, շեֆ Էրիկ էդ գիտես ինչ ջանջիգյարով է շփվում։ Հա, որ։ Հա, ուշ կգնում է տղու համար։ Ասում եմ, որ դու էլ իր աղջիկը լինեիր, ակո համար է կգժվեր, հա, հաստատ։ Չէ Արմեն, հաստատ չէ։ Ես որ իր աղջիկը լինեի, ինքը ամեն օր ինձ տնից դուրս կհաներ, որտեղ ներվերը կուտեի։ Ոյ, ես ինչեր եմ խոսում։ Անգամ կատակով թող մտքովս տենց բաներ չանցնի։ Արմեն, ես կմեռնեմ, որ իրանման մարդ լինի իմ պապան։ Մարի կներես, որ հարցնում եմ, զուտ հետաքրքիր է, էլի, դու պապայի ընդհանրապես չես տեսել։ Չէ։ Հա, այսինքն նաև չգիտես, թե ով է եղել մամայիդ ամուսինը, հա։ Դե որտեղից իմանամ, ես դեռ չծնված իրանք բաժանվել են։ Ոչ նկար կա, ոչ էլ մաման այդ մասին խոսում է։ Հա, իսկ եթե իմանաս, թե ով է, ոնց կընդունես։ Չգիտեմ, Արմեն,
Որ փոքր էի մտածում էի, որ պապաս գաղտնի գործակալ է կամ զինվորական ու շատ նվիրված է իր աշխատանքին, որ ժամանակ չունի գա ինձ տեսնի։ Բայց այս վերջերս մաման ասաց, որ իմ պապան աշխարհի ամենավատ մարդն է։ Ու ինքը ինձ պաշտպանում է հորիցս։ Ես արդեն վախենում եմ, որ մամայի ասած այդ ամենավատ մարդը գա կանգնի իմ առաջ ու ասի ես քո պապան եմ, ես ինչ կզգամ։ Իսկ թվում է իմ կյանքի ամենամեծ շոկը կլինի։ Բայց կարող է պապատ այդքան էլ մոնստր չի ոնց մամատ ներկայացրել է, հա? Դե Արմեն, մաման դժվար խաբեր ինձ։ Հետո ես տեսնում եմ, մաման ավելի շատ է տանջվում։ Ու Արմեն, իբր եկել ես հիվանդատես, տրամադրությունս ավելի գցեցիր։ Վերջ, կներես։ Էլ չենք խոսում։ Վերջ։ Դե ես թռնեմ։ Արի պաչեմ։ Դե շուտ լավացի, կապով, ես գնացի։ Պակ ապրես։ Չկորես։ Թորոս, դու ինձ հանգամանորեն բացատրի, թե ինչ է կատարվել։ Այն աստված, ես մենակ տեսա, որ Արիանայի մաման լացնելով մտավ դպրոց ու Լիդիային էր կտրում։ Աստված իմ, միայն թե չբողոքի, որ մենք վար դպրոց ունենք, ես կնվաղեմ։ Ես ամբողջ օրը կաշվից դուրս եմ գալի, որ դպրոցի իմիջը բարձրացնեմ։ Բա ես առավոտ էծիրիկուն դրանով եմ զբաղված, մանավանդ ֆինանսական իմիջով։ Սոնա, ինչ ես լաց լինում։ Տիկին Լանջունի, Արիաննան երկրից գնում է ու Սոնան հուզվել է, եկել է մեզ հրաժեշտ տալու, չէ Սոնա։ Հա, իհարկե։ Արիաննան փոշմանել է, որ դպրոցից դուրս է եկել ու շատ ծանր է տանում։ Հա, շատ ծանր է տանում, հա։ Թորոս ջան, մի խառնվի։ Բայց ինչ ասեցի։ Ցավոք Արիանան դպրոցից դուրս գալուց հետո հասկացավ միայն։ Գնամ, ձեզ համբերություն։ Թորոս։ Սրան ինչ երեղ է։ Չգիտեմ, դու են ասա, կանտորատ աշխատում, հա? Նորություն չունես իմ համար, ինչ են խոսում Արիանայի մասին։ Ցավոտ տանեմ, յա այս պատերը, յա երեխեքը, ոչ մեկը բան չի խոսում, հարց ու փորձել եմ արել։ Բան Անուշն ու Վանը, տեղյակ չես ինչ են խոսում։ Այսօր տեսել եմ իրենց, բայց մենակ բարե-բարուս, հա։ Ավելի լավ, բայց աչքդ վրաները պահի, մի բան, որ իմանաս, անպայման ինձ ասա։ Հա, ոնց։ Վայ չունենամ քեզ Լիդիա, ես ինչ սատեր է խոսում, վայ կարոյիդ ծոցը մտնես, ես սրա մոտ կուրսեր պիտի գնամ, մեր դեպուտատներից ավելի վարպետորեն է խաբում։ Մտածում էի քո հետ էլ է հանդիպել։ Չէ, ինձ չի հանդիպել։ Ուրեմն Լիդիայի հետ արդեն ինչ-որ բան որոշել են։ Դե ինչ էլ որոշած լինեն, այս հարցի վերաբերյալ միևնույն է վերջին խոսքը իմն է։ Դե հա։ Թորոս ասեց, այդ կինը շատ հուզված էր լացելով է մտել Լիդիայի մոտ։ Թող Աստված ինձ ների, բայց ընդհանրապես չեմ խղճում Արիաննայի մորը։ Իսկ Արիաննային։ Արդեն ավելորդ հարցեր ես տալիս։ Այս աշխարհում չկա մի երեխա, ում մոտը փուշ մտնի, եւ ես ինձ ված չզգամ։ Չես գալիս։ Ասացիր ուզում ես Մարիին տեսակցել։ Ես իմ մտածում կարող է ինձ ներսում չեն սպասում։ Խնդրեցի, չէ, անցյալ հարցերը չքննարկենք։ Առանց խոսելու հարցերը չեն լուծվում։ Իսկ չասված խոսքերի մթնոլորտում շնչելը շատ դժվար է։ Եթե ուզում ես իմանալ, իմացիր։ Իմ ազատությունն ինձ համար շատ թանկ է, եւ ես չեմ պատրաստվում այն զոհել։ Նույնիսկ հանուն սիրո։ Նույնիսկ հանուն դրա։ Դե ինչ, եթե այսքանից հետո դեռ ուզում ես Մարիին գալ տեսնել, համեցիր։ Հատկապես, որ մորս համար միշտ սպասված հյուր ես։
Արմեն, փողը տվեցիր Մարին։ Հա, շեֆ ջան, շատ զարմացավ։ Բա չասեց, այդ մոնստրի սիրտը ոնց է տենց ջիգարոտվել։ Չէ, չասեց։ Արել մի ձևեր թափի, ես չեմ իմանա, որ իմ հետևից խոսում եք։ Ամեն դեպքում շատ ուրախացա, որ տեսավ փողը։ Լսի, Մարի տեղը մոտ փոխարինող ես գտնում, թող գա ժամանակավոր աշխատի։ Բայց ասում ես դրան, որ ժամանակավոր է։ Հենց Մարին կլավանա, կանչես գործի, եղավ։ Okay, շեֆ ջան։ Կպնեմ գործերից։ Կպի։ Չմեռանք բարի գործը դարան կարա։ Անուշ։ Հալո ջան։ Բարև ձեզ տիկին Իդա։ Բարև անջան։ Շատ ուրախ եմ քեզ նորից տեսնել մեր տանը։ Ես էլ։ Մարին ոնց է տեսակցությանը եկել։ Քիչ առաջ քնեց Վանջան, հանգստացնող դեղերի հետևանքն է։ Բարձա։ Դե լավ, ուրեմն ես գնամ ձեզ չխանգարեմ, մյուս անգամ կգամ։ Ես կարող եմ սուրճ պատրաստել մինչև արթնանա։ Բադ գաղափար չի։ Ես համաձայն եմ։ Դե ներս համեցիր, ես հիմա կբերեմ։ Ես սուրճը կեփեմ, դու գնա հյուրասենյակ։ Թող այնտեղ այնտեղ մենակ չմնա։ Մամ, քո ասած այդ տղան արդեն 40-ից տղամարդ է։ Լսի, ինձ մի հակա ճառի։ Գնա հյուրիդ մոտ։ Առանց էտել այդ տղայի սիրտը շատ ես կոտրել։ Չեմ ուզում, որ մեր տան իրեն ավելորդ զգա։ Ես արդեն սկսում եմ կասկածել, որ դու այդ տղային ավելի շատ ես սիրում, քան ինձ։ Լսի, հոգիս մի կեր, հա։ Արա այն ինչ որ ասում եմ, գնա։ Գնա։ Մաման ինձ խոհանոցից քշեց։ Ճիշտ արեց։ Տեղավորվի, մի ամաչի, զգա քեզ ինչպես ձեր տանը։ Շնորհակալ եմ։ Իսկ Միքայելի հետ խոսեցի՞ր դու։ Դու որտեղ ես գիտես։ Այդ կարևոր չի։ Կարևորը այն է, որ հիմա ինձ ասես ինչ ես խոսել, որովհետև արդեն ապացուցել եմ, չէ՞ որ լավ խորհրդատու եմ։ Ինչ հետը խոսել եմ, տեղս չեմ գտնում։ Էլի իրան վատա պահել, հա, այս անգամ արդեն ես կխոսեմ, հետո ուրիշ լեզվով։ Չէ, ընդհակառակը։ Կարիքը չկա։ Նույնիսկ կիսվել է հետս։ Միքայելը կիսվել է քեզ հետ։ Արի մի ծիծաղացրու էլի ինձ։ Հա, Մարիի ֆակտորը իհարկե կա, բայց դու մի մոռացի, որ դպրոց մտնելու առաջին օրվանից սկսած ինքը քո հետ խնդիր ունի։ Գիտեմ, բայց այս անգամ իմ առջև լրիվ ուրիշ Միքայել էր։ Շատ կարեկից ու ծնողի հոգսով ապրող երիտասարդ։ Ո՞չ չի։ Պարզվում է Միքայելի մայրը ծանր անկողնային հիվանդ է։ Հայրն էլ այդ պատճառով է դարձել արբեցող։ Լավ բան չասեցիր։ Դու արդեն հասկացել ես ինչով կարող ենք օգնել իրան։ Դե կարծում եմ սկզբի համար ճիշտ կլինի բուժող բժշկին գտնենք, զրուցենք հետը, հասկանանք ինչով կարող ենք օգնել։ Չեմ հավատում։ Փաստորեն գեղեցիկ կանայք երբեմն խելացի մտքեր արտահայտում են։ Հայ քեզ բան։ Գիտես ինչ հաճույքով հիմա անտաշ բռի չոբանին համապատասխան պատասխան կտայի քեզ, բայց կզսպեմ ինձ։ Կներես։ Մամ ջան, ես կբացեմ։ Ինչ եք անում այստեղ։ Ում ասես կսպասեի բացի ձեզանից։ Բարև ձեզ, բարև Շացան։ Եթե հիշողությունս չի դավաճանում,
Ձեզ համար խաղճուկ ուսուցչուհի էի, ում դպրոցի դարպասներից դուրս ոչ ոք երբեք չէր բարևի։ Գիտեմ, որ կոպիտ եմ խոսացել ձեզ հետ, բայց դե անցած լինի, մարդ ենք էլի։ Եվ իրոք մտածում եք, որ կարող եք այսպես գալ մեր տուն և համարել, որ ամեն ինչ անցավ։ Օրեր առաջ տնօրենի սենյակում ամենավերջին բառերով ինձ ստորացրիք։ Եվ հիմա գտնում եք, որ ամեն ինչ անցավ։ Կարող եմ ներս գալ։ Իհարկե ոչ։ Բարև ձեզ։ Ներս եկեք։ Ինչու եք դրան առաջ կանգնել։ Մամ, այս տիկին արդեն գնում է։ Անուշ, բայց տունդ մարդ է եկել անհարմար է։ Մամ ջան, իսկ դու գիտես այս տիկինն ով է։ Իհարկե ոչ որ տեղից։ Արյաննայի մայրն է։ Հայր։ Ուր ես միշ։ Մարիենց հայտն եմ։ Չասեցի ընդհանուր երեխեքով կգնենք Մարիենց տուն։ Ինչ ես առաջ ընկել։ Հա դե չհամբերեցի էր։ Տեսեք շատ եմ կարոտեմ մունաթիս։ Բայց այդ հարց է ախպեր, զանգում չի պատասխանում։ Կարող է հարմար չի։ Այդքանը իմ մտքով էլ անցնում էր։ Բայց դե մեկը, մինչև իրան չտեսնեմ չեմ գնալու։ Ինչ ասեմ, քեզ համբերություն ընկերս։ Ապրեսերս։ Հա, մոռացա ասեմ, եթե ուզում ես ժամանակը տարակ անցնի, սիրածդ բաների մասին հիշի։ Հավատա, ես հենց Մարիիս մասին եմ մտածում եմ։ Քեզնից հեռու չի։ Լավ, երկարացնում ես կխոսեմ։ Կներեք իհարկե, գիտեմ, որ տիկնոջ ներկայությունը քեզ համար հաճելի չի, բայց պիտի խնդրեմ լսես նրան։ Ինչը լսի բան։ Ես ինձ մի կերպ եմ զսպում, որ չապտակեմ քեզ։ Դու մայր ես, թե սիրուն շորերի ու զարդեղենի համար նախատեսված մանեկեն։ Սիրտ, հոգի, խիղճ ունես, այդ ոնց ես կարողացել աղջկատ մեջ այդքան թույն ներարկել։ Մի մատ երեխա է, արդեն հանցագործություն անում։ Բա որ Մարիիս միայն ոտքը չկոտրվեր։ Բա որ այդ վթարը ավելի սարսափելի հետևանքն ունենար։ Դու աղջիկդ ինչ խղճով եք ապրելու, հա? Ես հենց դրա համար էլ եկել եմ ձեր տուն, որ իմ աղջիկը արածի համար ներողություն խնդրեմ։ Դե լավ է, դες մի բառ ասեք ու անցեք։ Ինչ ա եղել որ ուղղակի ուզեցել ա դիտավորալ Մարիիս վնաստալ։ Տիկինի դա խնդրում եմ, եկեք միասին գնանք խոհանոց, թող Անուշը ու Սոնան առանձին խոսեն, հա։ Անուշը սրա երեսը չի ուզում տեսնել, ուր մնաց խոսի հետը։ Տիկինի դա խնդրում եմ ձեզ։ Տիկինի դա, ձեր բարկությունը ես լրիվ արդարացված եմ համարում։ Բա ես ու անտեղի չեմ պարկանում այդ ստահակի վրա։ Ուղղակի
կան հարցեր, որ պիտի Անուշը որոշի։ Ինչը որոշի։ Ինչը որոշի։ Գիտես չգիտեմ, հա ինչի համար է եկել։ Եկել է կաշառք տա, որ չմողքենք։ Այն դրա համար էլ ասում եմ, թողեք թող Անուշը որոշում կայացնի։ Գիտես դպրոցում ոնց է Անուշի սկոպտել, այտենց կուրկուրի ձակ կդառնա այդ ստահակը։ Խնդրում եմ, հիմա մի ջղայնացեք, լավ։ Տիկինի դա ասում եմ, կարող եմ մի հատ էլ իրար հետ սուրճ խմենք։ Այնտեղ ինձ սառել է, ես էլ տաք եմ սիրում։ Խմենք բան ջան։ Մամ, ինչ կա։ Ինչու՞ բան։ Երեխեքը ասացին, որ Արիաննայի մաման է դպրոց եկել։ Ինչի է եկել։ Դե ինչի պիտի գա։ Այն հիմար դուխիկը փաստաթղթերի կիսատ էր տվել, եկել էր թղթերը տաներ։ Հաստատ։ Հա, Երիկ, հաստատ։ Արի հաց ուտենք, այսօր շատ խառը օր էր, գնամ հանգստանամ։ Չէ, լավ է, մամ ջան։ Միշոյի հետ քյաբաբ եմ կերել։ Երիկ, քյաբաբ։ Հա, մամ, տան զզվանքով մի արտահայտվի, համով էր։ Երիկ ջան, հարցը համովը եւ անհամը չի։ Ես քեզ փեշով փող եմ տալիս, որ գնաս քյաբաբ ուտես։ Այդ փողը տալիս եմ, որ նորմալ տեղերից նորմալ բան ուտես։ Ասում եմ, Միշոյի հետ քյաբաբ եմ կերել։ Հուսամ անցումի տակից չեք առել։ Մեջն է 1 կիլո սոխ կար։ Վայ, անշնորհք ես, Երիկ, էլ չուտես, բուրում ես։ Լավ, այդքան էլ դաժան չի։ Դաժան չի, ասում եմ, էլ չուտես տենց բաներ, նորմալ բաներ կուտես։ Մենա, համով սուշի եմ պատվիրել, կամ գնամ մի հատ ռեստորան, կամ մեր փաբում սնվի վերջո։ Մամ ջան, քաղաքի լավ տեղերը ես էլ գիտեմ։ Բայց նենց տեղեր եմ գնում, որ Միշոն էլ իրան վատ չզգա։ Համ էլ նեղվում եմ, որ իմ դասարանցիները այդքան հնարավորություն չունեն, ինչքան որ ես ունեմ։ Մեղայ Աստծո, այս էլ նորություն էր։ Տղա ջան, այդ որ օրվանից ես դու ամաչում, որ հարուստ ես։ Մամ ջան, հարուստ լինելը ամոթ չի։ Ամոթն է, երբ հարստությունը ցույց ես տալիս։ Ահա։ Ու հետաքրքիր է, որ օրվանից ես դու սենց սոցիալ-դեմոկրատ դարձել, ես տեղյակ չեմ։ Այն օրվանից, երբ Տիկոն եկավ մեր դասարան, մամ ջան։ Ու ես կողքից տեսա, ինչ զզվելի է, երբ մարդ իրա պապայի հարստությամբ է իրան լավ զգում։ Ես նույնիսկ ինձ վատ զգացի, որ եղել է ժամանակ, որ ես եմ ինձ այդպես պահել։ Ես չեմ հասկացել ինչ եմ անում, ես չեմ ուզեցել վիրավորեմ իմ դասարանցիներին, բայց վիրավորել եմ, մամ։ Երիկ ինձ մի ջղայնացրու, լուրջ եմ ասում, այսօր շատ խառը օր եմ ունեցել, ինձ հունից մի հանի։ Տղա ջան, փողը իշխանություն է, ուժ։ Փող ունես, քեզ հարգում են, փող չունես, մարդ չես։ Մամ, ուզում ես ասես իմ ընկեր Միշոն մարդ չի։ Ալո, Միշ։ Լավա պատասխանեցիր, մար։ Ես արդեն մտածում եի զանգեի այն տեսնեին ինչի չես պատասխանում զանգերից։ Քնած էի։ Կաներես լավ որ արթնացրեցի քնից։ Չգիտես որ տենց հեշտ ներողներից չեմ։ Ոչինչ, ես հեսա անձամբ կգամ քեզից ներողություն կխնդրեմ կներես։ Չէ, Միշ։ Հանկարծ տենց բան չանես։ Տատիկը տանն է, որ քեզ տեսավ, պատուհանից դուրս կշպրտի։ Այդ կարգի չունի հետո ստատիտ։ Հա, Միշ։ Ու ինչ որ ձայներ եմ լսում, ոնց որ տանը մարդ կա։ Կարճ ասած հիմա հարմար չի։ Հենց հարմար լինի ու տատին տանը չլինի, կասեմ կգաս։ Լավ, բայց գոնե կարաս պատուանի մոտ գաս։ Մինչև քեզ չտենամ չեմ գնա մար։ Հա, թռվռալով հենակներով կարողանում եմ քայլել։ Հեսա չանջատես փորձեմ կամ պատուհանի մոտ։ Մար, ասում եմ
Կարող է դուրս գնաք վազելու, լավ եղանակ է ոնց որ։ Վայ միշ, ափսոս չեմ կարա։ Բոթասներից լվացել եմ դեռ չի չորացել։ Ափսոս տատիդ տանն է, թե չէ 4 բոթասներ կբերեի։ Չէ, բայց եթե դրա փոխարեն նարինջ բերեիր, ավելի օգտակար կլիներ։ Դա, ուրեմն ես հենց հիմա կգնամ նարինջ բերելու։ Դե եթե Ֆրոդոյի անտեսանելի թիկնոցն ունես, ու կարաս տատիի մոտով նենց անցնես, որ քեզ չնկատի, ուրեմն բեր։ Արես անհնարին բաներ ես ուզում։ Միանգամից ասեք ինչ եք ուզում ինձանից։ Խնդրում եմ, Արիանայից դեմ չբողոքեք։ Լավ, միշ, ես հետո քեզ կզանգեմ, հա։ Արիանան հանցագործություն է կատարել։ Եվ դիտմամբ մեքենա Մարիից վրա է քշել։ Երկուս էլ ծնող ենք, Արևշատյան։ Չհամարձակվեք ինձ ձեզ հետ համեմատել։ Հա, Արիանա սխալվել է, բայց չէ որ դուք էլ եք մայր։ Դուք էլ ունեք աղջիկ, դուք պետք է հասկանաք իմ ցավը։ Եթե իմ Արիանային դատեն, հասկանում եք, եթե դատեն, ես չեմ ապրի։ Արիանային ամենամեծ վնասող հենց դուք եք եղել։ Ձեր սխալ դաստիարակությամբ։ Հիմա դրա ժամանակը չի, Արևշատյան։ Արիանաս բանտում է, հասկացեք, բանտում։ Ինչի համար ես շատ ցավում եմ։ Խնդրում եմ, բողոքը հետ վերցրեք։ Մի թույլ տվեք, որ աղջիկս կործանվի։ Հենց հիմա վերցրեք այդ աղբը։ Եթե պետք է, ես պատրաստ եմ ծնկաչոք ներողություն խնդրել, թե աղջիկաս ասածների համար, իմ ասածների ու աղջիկաս արածների ու պահվածքի համար։ Խնդրում եմ։ Ինչ եք անում։ Խնդրում եմ ձեզ։ Խնդրում եմ, բողոքը հետ վերցրեք։ Ինչ եք անում։ Կանգնեք։ Արիանաս չի հասկացել, թե ինչ է անում։ Խնդրում եմ, հետ վերցրեք բողոքը, խղճացեք իմ աղջիկան։ Հանկարծ չմտածեք երազում եք ձեզ այս կարգավիճակում տեսնել։ Բայց ուրախ եմ, որ այս կյանքում կա արդարություն կա։ Բոլորս էլ վաղ թե ուշ մեր արածների համար պատասխան ենք տալիս։ Շատ եմ ցավում, որ այս ամենը գիտակցում եք Արիաննայի սխալի եւ աղջկաս առողջության հաշվին։ Հուսամ սա ձեզ համար դաս կլինի եւ կհասկանաք, որ չի կարելի անծանոթ մարդուն ծաղրել եւ ստորացնել։ Ինչա թե մի քանի կոպեկ ավել ունեք։ Օրեր առաջ տնօրենի սենյակում ձեզ թույլ տվեցիք ամենավերջին բառերով ինձ անպատվել։ Բայց տեսնում եք ինչ անկախատեսելի է կյանքը։ Եվ ինչպես մեծ Ֆիրդուսին էր ասում, մի օր մենք ենք թամբի վրա, մի օր թամբը մեր մեջքին։ Կանգնեք։ Ես անսիրտ չեմ։ Ես անխիղճ չեմ, ոչ էլ սիրտս է քարից։ Ես էլ եմ մայր ու հասկանում եմ ձեզ։ Չնայած դեր աղջկա արարքը ոչ մի արդարացում չունի, բայց ես չեմ կարող նախկին աշակերտուհուս խեղված ճակատագիրներ ավելի խեղել։ Ես կգնամ ոստիկանություն եւ բողոքս հետ կվերցնամ։ Շնորհակալ եմ ձեզ։ Պետք չի ինձանից շնորհակալություն հայտնել։ Ուղղակի հուսամ, որ այս ամենից հետևություններ կանեք եւ դուք եւ ձեր աղջիկը կփոխվեք։ Ես չգիտեմ իմ շնորհակալությունը ոնց հայտնել։ Խնդրում եմ ձեզ վերցրեք սա եւ գնացեք, քանի չեմ փոշմանել։
ճանապարհեցի դրան։ Ու ինչ ասեցի։ Որ կգնամ ոստիկանություն բողոքի հետ կվերցնեմ։ Ապրես։ Երեխուդ վնասել, դու էլ դրանց ներես։ Ապրես։ Վանը խոհանոցում մենակ։ Գնա։ Շուշի տանն ես։ Հա, Մարի, լացում ես, ոտքդ շատ է ցավում։ Չէ, Շուշ։ Ուղղակի հենց նոր հենց բան լսեցի, որ ուշքի չեմ գալիս։ Ինչ ես լսել։ Շուշ, գիտես ինձ ով է գցել մեքենայի տակ։ Ով։ Փողի անկարևորությունից է խոսում հետս։ Մնում էր մի հատ էլ Մարսելիես միացնեմ, Լենինի կարմիր դրոշը տամ ձեռքդ հյուսիսայինով քայլես ու հավասարություն ու արդարություն քարոզես։ Բայց դե մարդ քեզ բան չասի։ Դե եթե ուզում ես ես կրկին գամ ձեր տուն։ Շատ եմ ուզում։ Կարող է խանգարում եմ դուրս գալ։ Գնում ենք Միքայելի մամայի բուժող բժշկի հետ հանդիպելու։ Այդ դեպքում գալիս եմ։ Որոստեմ խաղ չկա։ Հենց որ ավելի լավ կլինի Միշոին ու Էրոին ասեք իրաց ճիշտ բան։ Թե չէ վերջում իրաց համար հաստատ շատ վատ կլինի։ Կարող է գիտես քո համար խոսք տանող բերող են, քեզ պետքա դու ասա։ Մենք Միրաքյան Մարիամի հարցով ենք եկել։ Ինչի ասացիր, որ կգնաս ոստիկանություն ու դիմումը հետ կվերցնես։ Մեկը ես իրան չեմ ներելու։ Իրա պատճառով, որ հիմա ես գիպսի մեջ պարկած եմ։